Մինչ Հայաստանում երկրի բարձր ղեկավարությունն ու եկեղեցու ներկայացուցիչները միմյանց հասցեին մեղադրանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնում, Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների եւ պատանդների շինծ ու գործերով դատավարությունները։ Ադրբեջանական դատարանում արդեն սկսել են առարկայական մեղադրանքներ հնչել ոչ միայն Արցախի ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այլև ուղիղ Հայաստանի Հանրապետության դեմ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի զինված ուժերի կողմից սկսված զինված հարձակումների եւ ռազմական ագրեսիայի հետևանքով Աղջաբեդիի շրջանում դիտավորյալ սպանվել է 1 քաղաքացիական անձ։ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհերի թվում 5-ը կանայք են, 14-ը տղամարդիկ, 2-ը անչափահաս։ Թեև հենց միայն այս մեղադրանքն արդեն իսկ խեղաթյուրում է իրականությունը, քանի որ հայտնի է Արցախյան 44-օրյա պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը։ Դա չի խանգարում Բաքվի դատարանում ներկայացված նյութերում պնդել, Աղջաբեդիի շրջանում զինված հարձակումների հետևանքով մեծ նյութական վնաս է հասցվել։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ծանր հրետանային կայանքներից, ինչպիսիք են T64, T72, T80, T90, 2U3 ակացիա, Գվոզդիկա եւ այլ կայանքներից, D20, D30, D44, D81, D81M թնդանոթներից, ականներից եւ նռնականետներից, գրադ կայանքներից, ինչպես նաեւ այլ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցների հետևանքով Աղդամում դիտավորյալ սպանվել է 7 եւ վիրավորվել 46 քաղաքացիական անձ։ Այս հատվածում միանգամից աչքի է զարնում 2 ստահոդ տեղեկություն։ Ներկայացված զինատեսակներից մի քանիսը ոչ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւ ոչ էլ Արցախի պաշտպանության բանակը չի ունեցել։ Մյուս կեղծիքն այն է, որ նշված ժամանակահատվածում ակնան եղել է Արցախի Հանրապետության կազմում։ Աղդամը միջև պատերազմի վերջ եղել է հայկական վերահսկողության ներքո եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է վերադրամադրվել, հանձնվել Ադրբեջանին, այնինչ այնտեղ այսքան ամբողջ պատերազմի ընթացքում չէր կարող լինել գեթ 1 ադրբեջանցի։ Սա մի օրինակ է, որ նույնիսկ այս հնարած մեղադրանքները չեն կարողանում այնպես հնարել, որ գոնե իրականությանը մոտ լինի։ Հրապարակված նյութերում խոսվում է եւս մի քանի քաղաքներում իբր զոհված անձանց, վիրավորված քաղաքացիների եւ փլուզումների մասին։ Ավելին, Բաքու, Թբիլիսի, Ջեյհան խողովակաշարի եւ Հարավկովկասյան խողովակաշարի սմերջ հրթիռներով թիրախավորման վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են ներկայացվել։ Այս իհարկե դատավարություններում մենք թելը հստակ ենք տեսնում, որ հրահանգավորումը ստացել են Հայաստանի իշխանություններից կամ, չգիտեմ, ֆինանսավորումը տրամադրել են Հայաստանի իշխանությունը, ռազմական գործողությունների պլանավորումը, կրկին կարգադրումը տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների կողմից, դրանով ցուցադրում են Արցախի ադմինիստրացիայի եւ Հայաստանի իշխանությունների կապը եւ ընդգծում են արցախյան իշխանությունների խամաճիկ լինելու հանգամանքը, որպեսզի բոլոր գործընթացները Արցախում տեղի ունեցած վերագրեն հենց Հայաստանի Հանրապետությանը։ Վերջին նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Մինգեչաուր քաղաքին, թե իբր դիտավորյալ հարվածների է ենթարկվել Հայաստանի զինված ուժերի կողմից, օգտագործելով մեծ ավերիչ հզորության սմերջ համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր։ Փաստեր է հավաքվում արդեն Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն այս մեղադրանքները, որ նշվում է, նաև սրա կողքին բարբերաբար խոսվում է այդ պատճառված նյութական վնասի մասին, մոտ 60 միլիարդ դոլարի մասին, եւ ես չեմ բացառում, որ սա առնվազն կդառնա արդեն նաև միջազգային խոսույթի առարկա Ադրբեջանի կողմից եւ մի օր նույնիսկ միջազգային դատարաններում, այնինչ Հայաստանի իշխանությունները այս կրավորական կեցվածքով առաջնորդին պետությանն են վնասում, որովհետեւ սա ոչ միայն այս անձանց մասին է, դատավարության ընթացքում ներկայացվում են մեղադրանքներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությանը։ Փաստացի պաշտոնական Բաքուն հստակ քաղաքականություն է վարում պատերազմի սադրանքը Հայաստանի վրա բարթելու համար։ Փորձում են գեներացնել ապացույցներ, որոնք դրվելու են միջազգային իրավական գործընթացներում։ Թեև Ադրբեջանը կարևորում է միջպետական գանգատներից հրաժարվելը, սակայն զուգահեռաբար աշխատանքներ է տանում միջազգային իրավական գործընթացներում իր դիրքերը ամրապնդելու համար։ Իսկ ինչ գործողություններ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն 16 պատանդների մասով ընթացող շինծ ու դատավարության, այլև այս կեղծ մեղադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ։ Տեղեկությունները շատ սուղ են, սակայն Փաշինյանը եւս մտահոգություն էր հայտնել ամիսներ առաջ։ Սպառնալիք է գեներացվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Ասում եմ, մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգե ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու։
Մենք ո՞նց կարանք այդ հարցին վայ ինչ լավ է քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում։ Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես։ Այս ամբողջ գործընթացի վտանգը Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի գիտակցում, ընդգծում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Ուստի դրա վերաբերյալ պատշաճ քաղաքական գնահատականներ չեն հնչում, անընդհատ խոսվում է, թե իբրև աշխատանք է տարվում, բայց իրականում ոչ մի ձևով դա չի երևում եւ ոչ մի ձևով այդ գործընթացը չի դադարեցվում։ Վտանգները այն են, որ իրենք դա կարող են օգտագործել ներքին սպառման համար, հետագայում Հայաստանի դեմ գործողություններ ձեռնարկելու հետ կապված, որովհետեւ եթե իրենք փորձում են հռչակել, որ իրենց հարևան պետությունը ճակերտավոր ֆաշիստական է, նշանակում է այդ պետության հանդեպ ձեռնարկած ցանկացած ագրեսիվ եւ ոտնձգություն ճակերտավոր արդարացված է առնվազն տվյալ հանրության համար։ Այս գործընթացին զուգահեռ իշխանությունները խոսում են այն մասին, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո հնարավոր է Բաքվի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի։ Ադրբեջանի իրական փաստեր ունենալ, այդ ամենը շատ ավելի շահագրգռված կլիներ, ներկայացնում միջազգային ատյաններում, օրինակ հայկական կողմը հենց դա էլ անում է, հստակ ունի ապացուցողական բազա Ադրբեջանի հայատյաց պետություն լինելու մեջ, պետական մակարդակով եւ փորձում է դառնալ դրա համար Ադրբեջանը պահանջում է հրաժարվել այդ հայցերից։ Ուստի եւ դա պատճառներից մեկը, որ փորձագետները եւ տարբեր մասնագետներ պնդում են, որ ոչ մի կերպ չի կարելի այդ հայցերից հրաժարվել, որովհետեւ դրանք հենց գործիք են Հայաստանի ձեռքին ցույց տալու, որ այս ամենը նաեւ շինծուի եւ իրականությունը ամբողջությամբ հակառակն է։ Ուշագրավ է, որ այսօր նրա փաստաբան Ադրբեջանի քաղաքացի, բայց ազգությամբ հրեա Աբրահամ Բերմանի անունից նման շեշտադրումներով գրառում է տեղադրվել Ռուբեն Վարդանյանի պաշտոնական էջում։ Նա ևս ընդգծել է, կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից։ Ստացվում է, որ Ադրբեջանն այսօր Բաքվում դատում է ոչ միայն Արցախի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև հող նախապատրաստում ավելի հեռահար նպատակների հասնելու համար։